Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սիրելի հայրենակիցներ, 2 ամսով հետաձգել էին այս նախագիծը, վերջը բերեցին։ Բերեցին, բայց 60,000 այն քաղաքացիները, որ անցնող ամիսներին ստորագրահավաքով իրենց ստորագրությունն էին դրել, որ Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն, նախագծում որպես ժողովրդի կամարտահայտություն էին ներկայացնում։ Եկավ հասավ երկրորդ ընթերցում, կառավարությունը որոշեց, որ այդ 60,000-ը ժողովրդի կամարտահայտություն չէ։ Ձեր կամարտահայտությունը հանեցին դրեցին մի կողմ։ Եվ հիմա էլ այլևս ժողովրդի կամարտահայտությամբ չի, որ ազգային ժողովում բերել են Հայաստանը սլանում է դեպի Եվրամիություն։ Երկրորդը, սիրելի հայրենակիցներ, Հայաստան խմբակցությունը չի մասնակցել այս հարցի քննարկմանը, քվեարկությանը, որովհետև այն նախագիծը, որը բերել է, սա օրենք չի, օրենքի ծաղր է։ Օրենքը, երբ որ ազգային ժողովը ընդունում է նախագահը վավերացնում է, օրենքը պարտադիր է կատարման։ Օրենք չկատարելը անօրինականություն է։ Բայց հիմա, եթե այս օրենքը ընդունվի, որով հայտարարում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ես առավոտվանից գիշեր այս ամբիոնից խոսեմ, որ ես դեմ եմ Եվրամիության անդամակցությանը, Եվրամիության անդամակցությունը հանցագործություն է, մեկը չի կարող պատասխանատվության ենթարկել։ Ոչ մեկ չի կարող պատասխանատվության ենթարկել։ Պարոն Զեյնալյանը այստեղ տոնական ասեց, այ Հայաստան Եվրամիություն այդ համատեղ խումբը ողջունել է։ Արմեն Գևորգյանը հարց է տվել, Եվրամիության որևէ պաշտոնյայից արձագանք եղել է։ Պարոն Զեյնալյան, այդ արձագանքները այդքան աղքատիկ էին, որ Երևանում համատեղ նիստի հայտարարությունից բացի որևէ ուրիշ ողջունի խոսք չկարողացավ մեջ բերել։ Այդքանը։ Շնորհակալություն։